Ադրբեջանի դեմ կեղծ լուրերի արշավ Թուրքիայի կողմից? Համենայն դեպս դրան հավատում են Ադրբեջանում, եւ դա Թուրքիայի դեմ թերեւս ամենամեծ հանրային աղմուկն է, առնվազն 2020-ի Արցախյան պատերազմից հետո։ Խնդիրն այնքան է սրվել, որ հարցի շուրջ ծավալուն հրապարակմամբ է հանդես եկել ադրբեջանական իշխանամետ ապագործակալությունը, իդեպ երկու լեզուներով՝ ադրբեջաներեն եւ անգլերեն։ Գործակալությունն ահազանգել է Ադրբեջանի դեմ ամիսներ շարունակ թուրքական ԶԼՄ-ների կեղծ նորությունների տարածման մասին, ինչը ադրբեջանական կիսապաշտոնական գործակալությունը ոչ թե պատահականություն, այլ դիտավորություն է համարել։ Այդ բողոքի թերևս հիմնական պատճառները Իսրայելի հետ են կապված, ամենաթարմը Եվրատեսիլ ամենամյա երգի փառատոնի անցկացման հետ։ Ադրբեջանին ամենևին դուր չի եկել, որ թուրքական մի շարք հարթակներ, առանձնացնելով այն երկրների անունները, որոնք Իսրայելի մասնակցության դեպքում սպառնացել էին հրաժարվել Եվրատեսիլից, նշել են, թե ի տարբերություն այդ երկրների, Ադրբեջանը հակառակը որոշել է դուրս գալ Եվրատեսիլից, եթե Իսրայելին մրցույթից հանելու որոշում ընդունվի։ Ադրբեջանական կայքը սրտնեղել է, որ այդ մեջբերում եմ կեղծ նորությունը շարունակել է թուրքական ամենաառաջատար մամուլում հանրային մեծ հնչեղություն ստանալ անգամ ադրբեջանական մի քանի պարզաբանումներից հետո։ Ադրբեջանական կիսապաշտոնական մամուլի մյուս բողոքը կապված էր նրա հետ, որ թուրքական որոշ հարթակներ առանցին լուսանկարներ էին հրապարակել, փորձելով ցույց տալ, թե Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի մակում ելույթի ժամանակ ադրբեջանական պատվիրակությունը ոչ միայն դուրս չի եկել դահլիճից, ինչպես մի շարք երկրների ներկայացուցիչներ, այլ ծափահարել է, ինչը ԱՊԱ-ն նույնպես դիտավորություն է համարել։ Սակայն այս ամենում ոչ այնքան կարևոր է լուրերի իսկությունը, այլ թե ինչ բառապաշար է օգտագործված թուրքական կողմի հասցեին։ ԱՊԱ-ն նշում է, որ այլևս դժվար է հավատալ, թե նման գործելավոճը նպատակաուղղված չէ, եւ որ դրանով Ադրբեջանը կարող է կորցնել իր հավատը թուրքական տեղեկատվության հանդեպ, ճիշտ այնպես, ինչպես իրանականի եւ ռուսականի պարագայում, զգուշացնում է ԱՊԱ-ն։ Վերջում ադրբեջանական հեղինակավոր մամուլը կոչ է արել թուրքական կողմին հարգել կարմիր գծերը։ Ուշագրավ է, որ այս աղմուկին արձագանքել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատունը, խոստանալով պայքարել այս ապատեղեկատվության արշավի դեմ։ Թուրքական եւս մեկ ուշագրավ արձագանք է ստացվել ոչ կառավարական միջազգային ռադիկալիզմի դիտորդական ասոցիացիայի ղեկավար Հիլմի Դեմիրի կողմից։ Վերջինս իր ծավալուն հոդվածով փորձել է հարթել երկկողմ կապերում ծագած կնճռոտ հարցերը, դրանք վերագրելով արտաքին ուժերին։ Ծավալուն հոդվածի հիմնական ասելիքն այն է, որ Ադրբեջանի դեմ մեդիա հարվածների հետևում իրանամետ ուժերն են։ Ըստ նրա 2020-ից հետո Հարավային Կովկասում Ադրբեջան-Թուրքիա սերտ համագործակցությունը անհանգստացնում է որոշ արտաքին դերակատարների, հատկապես Իրանին։ 2020-ից հետո Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև եղել են որոշ փոքր տարաձայնություններ։ Օրինակ, երբ Թուրքիայի նախագահ Ռաջեփ Թայիփ Էրդողանը Իսրայել ներխուժման հավանականության մասին խոսելիս հիշեցրել էր Ղարաբաղում հաղթանակի հարցում Թուրքիայի դերակատարությունը։ Ադրբեջանում այս հայտարարությունը ընկալվել էր թուրքական գերակայության ընդգծում եւ պատասխանը հնչել էր անանուն ՊՆ պաշտոնյայի միջոցով։ Սակայն դա դեռ ամենը չէ։ Գազայի պատերազմի հետ կապված մի խումբ ակտիվիստներ որոշ ժամանակ առաջ հավաքվել էին Ստամբուլում Սոկարի գրասենյակի դիմաց, բողոքելով Թուրքիայի տարածքով ադրբեջանական նավթի տարանցման շուրջ, մանավանդ որ Ադրբեջանը մինչև օրս չի խզել իր կապերը Իսրայելի հետ։ Կամ էլ, երբ այս տարվա գարնանը Եվրամիությունը Կենտրոնական Ասիայի երկրների հետ ռազմավարական գործընկերություն հաստատեց, որի հետևանքով այդ երկրներից 3-ը դեսպանատներ բացեցին Կիպրոսի Հանրապետությունում, որոշ շրջանակներ, այդ թվում Թուրքիայի խորհրդարանում նշեցին, որ ոչ միայն կենտրոնասիական երկրները, այլև Թուրքիայի ամենամոտ դաշնակից Ադրբեջանը չի շտապում լեգիտիմություն հաղորդել Կիպրոսի թուրքական մասին։ Այդ ժամանակ ադրբեջանական եւ ադրբեջանամետ մամուլում ապատեղեկատվության անվան տակ Ադրբեջանին պաշտպանող արշավ սկսվեց։ Եղել է նաեւ հակառակը, երբ ադրբեջանական մամուլն է թիրախավորել թուրքական կողմին, մասնավորապես Հայաստան-Թուրքիա գործընթացների համատեքստում։ Օրինակ, դա նկատելի էր թուրք լրագրողների Երևան կատարած այցի համատեքստում կամ էլ Մարգարեի անցակետով Հայաստանից Սիրիա բեռներ տեղափոխելու ժամանակ։ Կարելի է կարծել, որ կողմերը միմյանց ուղերձներ փոխանցելու նպատակով ժամանակ առ ժամանակ օգտվում են ոչ պաշտոնական, այդ թվում մեդիա հարթակներից եւ դեռևս բավարարվում են այդ մակարդակում։